կարևոր եմ համարում, որ մենք մի քիչ ավանդական մտածողությունից արվեստի մասին կամ ճարտարապետության փոխենք մեր մտածելաձևը, որովհետև եթե մենք ուղղակի հարցնենք մեզ կամ որևէ մեկին ինչ է ճարտարապետությունը, ուրեմն շատ հստակ եւ պարզ պետք է լինի պատասխանը կառուցելու արվեստ է։ Բայց եթե փորձենք ֆիքսել, իսկ ինչ է նշանակում կառուցել ինչ-որ մի բան, կտեսնենք, որ այստեղ բազմաթիվ հարցականներ ծնվեցին։ Եթե փոխենք հարցադրումը եւ փորձենք ենթադրել կամ փորձենք հասկանալ, որ ճարտարապետությունը մարդու մտավոր գործունեության արդյունք է, խնդիրը կգնա բոլորովին այլ դաշտ։ Իսկ ինչպես է մարդը ընդհանրապես մտածում, ինչու է մտածում, ինչ է ուզում անել այդ մտածողության ընթացքում, ինչպես է դա փոխվել ժամանակի մեջ, պատմական ինչ գործոններ են, որ կարող են ազդել դրա վրա, երկիր մոլորակի հնարավոր հարթ ճակերտավոր մակերեսից ունենալ գագաթ հասկացությունը։ Այն դեպքում, երբ որ Նեոս գետի աջ եւ ձախ ափերից որևէ բլուր անգամ չի երևում։ Եթե երևում է, ուրեմն հարավային կողմում։ Ուրեմն եթե մեկը ապրում է մի քանի 100 տարի կամ 1000 տարի կամ մի քանի տարի ինչ-որ մի տեղով, որ չի տեսել գագաթ, հա, բարձունք, առ երկինք ինչ-որ մի բան, որտեղից գաղափարը։ Այ պարզվում է, որ նման մոտեցումով մենք փորձում ենք հասկանալ ճարտարվեստի նախատիպերի գոյության պատմությունը։